Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել անդրադառնալով Գյումրիի թիմ ընտրություններին ու հետընտրական զարգացումների վերաբերյալ աղմուկին։ Նա մանրամասնել է, որ եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ քաղաքացիական պայմանագրի է, քանի որ Գյումրու ավականիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։ Ավելին, այս ընտրությունները ՔՊ-ի համար Գյումրու թիմ մակարդակում արձանագրած ամենաբարձր արդյունքն են կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր։ 2016 թվական 638 ձայն, 2021 թվական 7786 ձայն, 2025 թվական 17183 ձայն, ինչը հստակ վկայում է Գյումրիում քաղաքական դիրքերի շարունակական ամրապնդման մասին գրել է նա։ Ըստ Գալջյանի նկատելի է նաև, որ երկրորդ տեղը զբաղեցրած Թեկնածուն, որը 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր շուրջ 31000 քվ, 2025 թվականին ստացել է ընդամենը մոտ 9000 քվ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Թեկնածուն 2008 թվականի ընտրություններում ստացել է շուրջ 19000 քվ, 2025-ին ստացել է մոտ 7000 քվ։ Ակնհայտ է, որ այդ տարիներին այդ քվեները ձևավորվել էին մի շարք արատավոր երևույթների միջոցով, կարծիք է հայտնել Գալջյանը։